Ողջույն սիրելի հայ քրիստոնյա, եկել եմ քեզ մի բարի լուր ասել, ցանկացած ընտանիք փոքրիկ եկեղեցի է, և Աստծո խոսքը ասում է այն ինչ որ Աստված միաբանեց, թող ոչ ոք չբաժանի, այդ ոչ ոքի մեջ մտնում ենք նաև ինքներս մեր ընտանիքների համար, դու կին և դու ամուսին, ամուր բռնի քո ընտանիքը, որովհետև դա Աստծո ստեղծածն է, Աստծո կառուցած փոքրիկ եկեղեցին։ Աստծո խոսքը Առակաց 14:1-ում ասում է. «Իմաստուն կինը շինում է իր տունը, իսկ հիմարն իր ձեռքով քանդում է այն»։ Գիտես, սիրելի քույր, սիրելի կին, եթե քո կյանքում գալիս են դժվար պահեր, ձեռքերդ թուլանում են և ուզում ես հանձնվել, հիշիր, որ դու կարող ես լինել իմաստուն կին, կարող ես դառնալ պսակ քո ամուսնու գլխին, լինել Աստծո իմաստությամբ լցված կին։ Աստծո խոսքն ասում է, եթե իմաստության կարիք ունեք, դիմեք և ես կտամ ձեզ։ Խնդրի իմաստության համար, խնդրի թող Աստված ցույց տա, թե ինչպես կարող ես կառուցել ընտանիքդ, թե ինչպես կարող ես այդ քանդված փլատակներից նորից բարձրացնել սիրով լի, խաղաղ և ուրախ ընտանիք։ Գուցե հիմա սա քեզ համար անհնարին է թվում, բայց ես կարող եմ քեզ հետ կիսվել շատ վկայություններով և կարող եմ վստահեցնել քեզ, Աստված իր խոսքի ետևում կանգնած է, եթե ուզում ես կառուցել ընտանիքդ, պայքարի ընտանիքիդ համար, մի հանձնվիր, կանգնիր աղոթքով և Աստված հավատարիմ է, կփոխվեն իրավիճակները և դու նորից կտեսնես Տիրոջ փառքը քո տան մեջ։